Սիրելի հայրենակիցներ, բարև ձեզ։ Այսօր ապրիլի 10-ն է եւ մենք խոսելու ենք Վրաստանի մասին, հատկապես Իլհամ Ալիևի կարևոր հայտարարության մասին, որը վերաբերվում է, ես կասեի, ոչ միայն Վրաստանին, այլ նաեւ Վրաստանին եւ Հայաստանին եւ Եվրոպական միությանը ընդհանրապես։ Սա շատ կարևոր հայտարարություն է եւ մենք հիմա մանրամասն կքննարկենք այն, ինչպես նաեւ ուրիշ հետաքրքիր կարևոր զարգացումները վերաբերվող Վրաստանին։ Առաջի հերթին ես ձեզ կոչ եմ անում, որ անպայման լայքեք հիմա այս վերլուծությունը, դա շատ կարևոր է մեր ալիքի հետագա զարգացման համար, ինչպես նաև բաժանորդագրվեք, դրեք զանգակը եւ ցանկության դեպքում դուք կարող եք աջակցել ալիքին նկարագրությունում այս վերլուծության, ինչպես նաև ալիքի նշված կրիպտոարժույթների հասցեների միջոցով։ Սիրելի հայրենակիցներ, 3 ապրիլի 9-ին Բաքվում ԱԴԱ-ի համալսարանում տեղի էր ունենում միջոցառում, որի վրա մասնակցում էին տարբեր պետությունների ներկայացուցիչներ, այդտեղ մասնակցում էր Վրաստանից նաև Վիկտոր Կիփյանին, որը վրացական վերլուծական կազմակերպություններից մեկի ղեկավարն է, եւ ինքը հարց ուղեց Իլհամ Ալիևին Վրաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների մասին եւ Իլհամ Ալիևը պատասխանեց այդ հարցին, ասելով, որ Եվրոպական միությունը չպետք է ներխուժի Վրաստանի ներքին գործերի մեջ, Եվրոպական միությունը կայսրական մոտեցումներ ունի Վրաստանի հանդեպ, Վրաստանի ժողովուրդը ինքը պետք է որոշի իր ճակատագիրը, ապագան, ոչ թե Եվրոպական միությունը, եւ ընդհանուր առումով ինքը փաստորեն լուրջ հակաեվրոպական հայտարարություններ արեց, ասաց, որ Ադրբեջանում եվրոպացիք թույնում են իրենց երիտասարդության ուղեղները եւ սա ինքը ասաց հենց Վրաստանի համատեքստում, որովհետեւ հիշեցնեմ ձեզ, որ Վրաստանի այսօրվա իշխանությունը, ռուս օլիգարխ Բիձինա Իվանիշվիլու դրածո իշխանությունները պաշտոնապես նույն բանն են հայտարարում։ Հայտարարում են, որ Եվրոպական միությունը կայսրություն է, վերջերս են սկսել, հատկապես ապրիլի 5-ի այդ եռակողմ հանդիպումից հետո, որը 2024 թվականին տեղի ունեցավ եւ կարևոր քայլ էր։ Նկատի ունեմ, հենց Հայաստանը սկսեց քայլեր դեպի Եվրոպական միություն, Վրաստանը ստացավ հրաման իմ պատկերացումով ռուս օլիգարխ Իվանիշվիլին Մոսկվայից, որ շեղի Վրաստանի արտաքին քաղաքականությունը եվրոպականից պրոռուսական կամ ավտորիտար։ Եվ Վրաստանը հիմա նույն կարծիքը ունի իրականում։ Նույն բանն է հայտարարում։ 3 Վրաստանի վարչապետ Կոբախիձեն հայտարարել է, որ արտաքին նույն ուժերն են այն կազմակերպել ցույցը խորհրդարանի առջև, որ արտաքին ուժերը այս ցույցը ցրել էին ապրիլի 9-ին 1989 թվականին, ինքը երկուսին էլ դիմեց արտաքին ուժ։ Իրականում այն վաղ սովետական ռուսական զորքերն էին եւ սպանեցին 21 մարդ, եւ հիմա երեկվա ցույցի մեջ մասնակցում էին հասարակ Վրաստանի քաղաքացիներ, քաղաքական բանտարկյալների ընտանիքի անդամներ։ Բացի դրանից 3 իրանք հայտարարեցին, որ սովետական միությունը եւ Եվրոմիությունը նույն բանն է, եւ սրանով 100%-ով առնչվում է Իլհամ Ալիևի հետ իրենց հայտարարությունները, որ կայսրություն է Եվրոպական միությունը։ Այսօր Վրաստանին խորհրդարանի այսպես կոչված նախագահ Շալվա Պապուաշվիլին հայտարարել է, որ Եվրոպական միությունը մենք պետք է Վրաստանը նկատի ունի մի բան անենք, որ հանկարծ սովետական միություն չդառնա նորից, շատ է նմանվել արդեն։ Սա ուղղակի լուրջ չի, իհարկե քննարկել, սա հիբրիդային պրոպագանդայի, կեղծիքի աննախադեպ բարձր մակարդակ է, բայց հարցը նրանում է, որ Իլհամ Ալիևը սրանով փաստորեն ասում է, որ Եվրոպական միությունը չպետք է խառնվի Վրաստանի գործերի մեջ։ Հիմա սա ինչպես է առնչվում Հայաստանին։ Ինքը շատ լավ տեսնում է, որ Հայաստանը ունի այլընտրանք, ոչ միայն Ալիևը, Պուտինը նաև, Ռուսաստանը, Կրեմլը տեսնում են, որ Հայաստանը ունի այլընտրանք, դա Վրաստանի հետ միասին գնալ դեպի Եվրոմիություն։ Եվ Ալիևը, բացի նրանից, որ Հայաստանի հանդեպ սպառնալիքներ է ստեղծում, եւ մենք տեսնում ենք ամեն օր, նույնիսկ այս գիշերը ադրբեջանական կողմը շարունակում է խոսալ սահմանի վրա լարվածության մասին։ Զուգահեռ դրա
մենք տեսնում ենք, որ իրանք դեմ են եվրոպական առաքելության գործունեությանը եւ Վրաստանում ամեն ինչ են անում ադրբեջանական համայնքը, որ ամբողջությամբ աջակցի իշխանություններին, բացի այդ աջակցել են Բիձինա Իվանիշվիլուն եւ այստեղ շատ հետաքրքիր է, որ ինչպես է ստացվում, որ Իլհամ Ալիևը ինչ ռետորաբանություն, որ օգտագործում է Եվրոպական միության դեմ, այդ ռետորաբանությունը օգտագործում է Վրաստանի իշխանությունները, այդ ռետորաբանությունը օգտագործում է Վրաստանի հայ համայնքի այդպես կոչված ղեկավարները, այդ նույն մոտեցումը ունեն այստեղ եկեղեցին, դաշնակցությունը, որը աջակցում է իշխանությունին իր հակաարևմտյան գործունեությունում, եւ այդ նույն մոտեցումը ունի, ինչպես ես արդեն նշեցի, Վրաստանի այսօրվա իշխանությունը եւ Վրաստանի ադրբեջանական թեմը։ Եվ բոլորը գոհ են բացի Հայաստանից եւ բացի Վրաստանի ժողովրդից, ում 80-ից ավել տոկոսը ցանկանում է Եվրոպական միություն, որովհետեւ սա նպատակ ունի սահմանափակել Վրաստանի եւ Հայաստանի հնարավորությունը այս տարածաշրջանից դուրս գալ։ Եվ ինչպես է ստացվում, որ Իլհամ Ալիևի հայտարարությունները, որ Եվրոպական միությունը կայսրություն է, թշնամի է եւ այլն, այդ հայտարարությունները նաեւ կրկնում են Հայաստանում այդպես կոչված ընդդիմադիր ուժերը, այլ նույն դաշնակցությունը, նույն դաշնակցության կից Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան եւ այլն, մի խոսքով ռուսամետ ուժերը։ Ինչպես է ստացվում, որ Ալիևը եւ իրենք նույն բանն են քարոզում։ Եվ այո, շատ հետաքրքիր է սա, մենք տեսնում ենք սա, փաստորեն մենք գիտենք, որ Եվրոպական միությունը տարբեր իր նախաձեռնություններով գումարները արդեն տրամադրե Հայաստանին եւ այդ թվում Հայաստանի անվտանգությանը, իշում է խաղաղության հիմնադրամից, մատակարարումները ինչպես պետք է տեղի ունենան։ Կամ ֆրանսիական զենքի մատակարարումները որ պետությունի միջոցով էր տեղի ունեցել արդեն եւ դրանից հետո մենք գիտենք, որ ադրբեջանական ԶԼՄ-ները տարածում են տեղեկատվություն, որ այլ մատակարարումներ չկա եւ իրենք շատ գոհ եւ երջանիկ են դրանով։ Եվ այստեղ բացահայտ երևում է, թե ինչու է հարցը։ Իլհամ Ալիևը ինչի այսպիսի հայտարարություն անում։ Իլհամ Ալիևը ասում է, որ Եվրոպական միությունը այստեղ չպետք է լինի եւ ներխուժում է Վրաստանի ներքին գործերի մեջ։ Եվ սա շատ վտանգավոր է եւ սա եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ այսօրվա այստեղվա իրավիճակը ինքը շատ կարեւոր առնչություն ունի նաեւ Հայաստանի հետ, որովհետեւ Վրաստանը Հայաստանը փրկվելու միակ տարբերակ այս տարածաշրջանում ունեն, դա փաստ է իմ պատկերացումով դա միայն Եվրոպական միությունն է եւ Եվրոպական միությունով նաեւ Միացյալ Նահանգների հետ կապնվելը ֆիզիկապես ուրիշ այստեղ ճարտարապետություն տարածաշրջանում չկա։ Ուստի մենք կարանք ասել, որ Իլհամ Ալիևը պաշտպանում է Բիձինա Իվանիշվիլուն, բայց նաեւ հետաքրքիր զարգացում կա, ես ուզում եմ դրա մասին ասեմ, որ ժամեր առաջ Միացյալ Թագավորությունը պատժամիջոցներ կիրառեց Վրաստանի 4 կարևորագույն ուժային կառույցի ղեկավարի դեմ։ Ուրեմն 2 բարձր պաշտոնյա ներքին գործերի նախարարության նախարարի տեղակալների ուրեմն դեմ, ինչպես նաև հատուկ քննչական ծառայության դեմ եւ ուրեմն դատախազության դեմ։ Այո, ազգանուններով էր այդտեղ նշված եւ հիմա փորձում եմ հիշել, թե որ մեկը ինչ պաշտոն էր զբաղեցնում, Գեորգի Գաբիտաշվիլի, Կարլո Կացիտաձե, Միրզա Կեզևաձե եւ Շալվա Բեդոիցե 4 բարձր պաշտոնյա իրանց դեմ կիրառվել են պատժամիջոցներ մարդու իրավունքները խախտելու պատճառով եւ դա եւս մեկ անգամ ցույց է տալի, որ եվրոպական պետությունները Միացյալ Նահանգները, ուրեմն Միացյալ Թագավորությունը այս դեպքում շարունակում են կարևոր գործունեություն։ Բացի դրանից Եվրոխորհուրդը նոր ժամեր առաջ նաև ընդունեց բանաձև Վրաստանի մասին, որը շատ կարևոր ուղերձներ ունի։ Առաջինը պահանջում է նոր ընտրություններ Վրաստանում, պահանջում է բոլոր քաղաքական բանտարկյալների ազատագրում, պահանջում է ուրեմն, որ ավարտվի ուժի կիրառումը եւ չեղարկվեն բոլոր այն օրենքները, այդպես կոչված, որոնք արդեն ընդունել են Վրաստանում, որոնք վերաբերվում են սահմանափակումներին, ԶԼՄ-ների, հասարակական կառույցների, քաղաքական ընդդիմության եւ այլն։
նաև այդ տուգանքների փողոցի փակման հետ կապված, որը բոլորիս վերաբերվում է, մարդիկ տասնյակ այդպիսի տուգանք ունեն, ես այս պահին մեկ տուգանք հաստատված է, մոտավորապես $2000 չափով տուգանք եւ մեկ տուգանք էլ ոնց պատկերացնում եմ արդեն սպասում է ապրիլի 16-ին ունեմ դատական գործ, բայց դրանից հետո ենթադրում եմ, որ կարող է շարունակություն նաև լինի, ընդհանուր առումով փորձում են ճնշել բոլորին, ով իրենց համակարգի դեմ է եւ այդ ֆինանսական մեխանիզմներն են նաև օգտագործում, բացի ուրիշ ձևաչափերից։ Եվ այդ բանաձևը Եվրոխորհրդի շատ կարևոր է, որովհետև ինքը սառեցնում է Վրաստանի պատվիրակության այնտեղ ներկայությունը, որովհետև ասում է, որ իրանք չեն կատարել 3 ամսվա ընթացքում, երբ առաջի անգամ այսպիսի բանաձև ընդունվեց եւ պահանջ եղավ, որ Վրաստանը կատարի այս ուրեմն կետերը, այդ կետերը 3 ամիս անց չեն կատարվել եւ ուստի Վրաստանը չի մասնակցի Եվրոխորհրդում։ Վրաստանից ինչ պատասխան է հնչում, մենք ոչ էլ ուզում ենք ասում մասնակցել այդ Եվրոխորհրդում, դրա ցանկությունը նաև չունենք եւ պատվիրակություն ոչ էլ ուղարկելու ենք։ Հասկանալի է, ինչու մասին է խոսքը, սա ռուսական սցենար է եւ Վրաստանի մեկուսացման հյուսիսային կորեիզացիայի սցենար է եւ Վրաստանը նույնիսկ միջազգային կառույցներում իր մասնակցությունը սահմանափակում է եւ դառնում է ճակերտներում սուվերեն, ամենասուվերենը հյուսիսային Կորեան, ընդհանրապես որևէ միջազգային կառույցում չի մասնակցում, կարելի ասել։ Սա շատ իհարկե լուրջ խնդիր է, այնինչ ստեղծվել է Վրաստանում եւ երեկվա ցույցը հաջող ավարտվեց 24 ժամվա ընթացքում այդտեղ էինք, մի մասը շուտ էր եկել, մի մասը ավելի ուշ, մարդիկ գնում գալիս էին, բայց ընդհանուր առումով բոլորս կարողացանք այնպես անել, որ 24 ժամվա ընթացքում փակ էր Ռուստավելի փողոտան եւ իշխանության այդպես կոչված ներկայացուցիչները չկարողացան մոտենալ ապրիլի 9-ի զոհերի հուշարձանին եւ այդտեղ հարգանքի տուրք մատուցեն, որովհետեւ իրենք դրան արժան չեն եւ դա հենց հստակ ասեց այդտեղ հավաքված բնակչությունը առաջի հերթին քաղաքական բանտարկյալների ընտանիքի անդամները, որոնք դա կազմակերպել էին եւ առաջի անգամ կարծես այս իշխանության ժամկետում, նկատի ունեմ 2012 թվականից մինչև հիմա, առաջի անգամ, որ իրենք հնարավորություն չեն ունեցել ուրեմն այցելել ապրիլի 9-ին այդ հուշարձանը։ Սիրելի հայրենակիցներ, այսօր Վրաստանի մասին այսքանը, ես եւս մեկ անգամ կոչ եմ անում ձեզ անպայման լայքեք այս վերլուծությունը, դա շատ կարեւոր է, դրանով դուք լուրջ ներդրում եք ունենում մեր վերլուծությունների եւ ալիքի զարգացման գործում։ Շնորհակալ եմ, կհանդիպենք։